2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար։ Խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչով է տարին կարևոր։ Հունիսին տեղի ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ եւ այդ ընտրությունները ըստ էության ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետքա տրվի։ Եվ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա ըստ էության այդ առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը եւ նպատակն է։ Ավելի քան 3 տարի բանակցված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը Վաշինգտոնում ոչ թե ստորագրվեց, այլ նախաստորագրվեց։ Փաշինյանը փաստաթղթի ստորագրման հեռանկարից այսօր ոչինչ չասաց։ Փոխարենը դարձյալ պնդեց, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Իսկ որպեսի խաղաղությանը ոչինչ չսպառնա, Նիկոլ Փաշինյանը կարծում է, մարդիկ պետք է ընտրություններին կրկին քաղաքացիական պայմանագրին քվե տան։ Հակառակը Հայաստանը յետ գլորելն է կոնֆլիկտի եւ ֆորպոստի տրամաբանության մեջ, ուզում եմ ընդգծել, որ խաղաղությանը տեր կանգնելով Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաև իր անկախության այս նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, իր պետությանը։ Կառավարության ղեկավարի հայտարարություններից տարակուսած են ընդդիմադիրները, ինչպես է Նիկոլ Փաշինյանը, որի օրոք եղել է 44-օրյա աղետալի պատերազմը, հայաթափվել Արցախը ներկայանում որպես խաղաղություն բերող։ Հայաստան խմբակցությունից Արթուր Խաչատյանը հարցնում է. իսկ ով է դեմ խաղաղությանը։ Իրենց քննադատությունն այն է, որ ադրբեջանական պահանջները բավարարելով չի, որ խաղաղություն են հաստատում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, ես խաղաղություն եմ ուզում, եթե ինձ դեմ եք, նշանակում է խաղաղությանն եք դեմ։ Չէ, մենք իրավ վարած քաղաքականությանն ենք դեմ, հենց այն պատճառով, որ խաղաղություն չի բերելու, չի հաստատվելու։ Հաստատվելու է շատ խախուտ զինադադար, որը Ադրբեջանը ցանկացած բանի խախտելու է հերթական զիջումը պարտադրելու համար։ Մինչդեռ վարչապետն այսօր հաստատված խաղաղության պարամետրերն էր թվարկում։ 1 տարի 8 ամիս է սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել։ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները։ Սա Փաշինյանի մեկնաբանությամբ Հայաստանի ապաշրջափակման առաջին փուլն է։ Երևանն էլ դարձյալ շեշտեց, այսօրվանից պատրաստ է ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան եւ հակառակը։ Մասնավորապես Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան Գորիս երթուղիով, այսինքն ես սա ինչի համար եմ ընդգծում, որովհետև սա այս պահին միակ տարբերակն է, որը մենք հենց այսօր կարող ենք իրականացնել։ Եվ մինչ Ադրբեջանով Հայաստան կհասնի ղազախական ցորենը, Մոսկվայից հայտարարում են, Ադրբեջանը հաստատել է ռուսական ապրանքները Հայաստան տարանցելու հնարավորությունը։ Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է երեկ այս մասին մանրամասներ հայտնել։ 2 օր առաջ ադրբեջանական կողմը մեզ հաստատեց իր երկաթուղիները օգտագործելու հնարավորությունը ռուսական ապրանքները Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցման համար։ Այս առումով մենք շատ հետաքրքիր առաջընթաց ենք գրանցել։ Ներկայումս ռուսական երկաթուղիները տարածաշրջանի իր գործընկերների հետ միասին քննարկում են այդ բեռնափոխադրումների կազմակերպման հարցերը։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավորի գնահատմամբ Բաքվի այս որոշումներից հետո հաստատվեց իրենց այն պնդումը, որ Ադրբեջանը Վաշինգտոնում ստացել է իր պահանջած ճանապարհը։ Վերջը բացահայտվեց փոխադարձ առավելության առեղծվածը։ Չէ՞, մենք ինչ էինք ասում ենք դուք Ադրբեջանին անխոչնդոտ անցում եք տալիս։ Անունի ինչ ուզում եք դրեք, բայց դա հենց միջանցքն է։ Միջանցքն էլ է անխոչնդոտ հաղորդակցություն ենթադրում։ Փոխարենը ադրբեջանցիները խոստացել են ինչ որ փոխադարձ առավելություն։ Հիմա պարզ դարձավ, որ այդ ինչ որ փոխադարձ առավելությունը ընդհանրապես տրանզիտն է։ Սա է խնդիրը։ Վարչապետը վստահեցրեց, վճռական են արագ հասնել Թրամփի ուղու իրագործմանը, բայց հստակ ժամկետ չնշեց։ Շնորհակալություն։